Կամ այսօր ընդեղ մի հատ դավաճան տերտեր կա, որի այդ բանը հանել են վրից, հիմա որոշել է պատարակ տա։ Եկեղեցին էլ արդեն կիսում, մասնատում։ Ոնց որ հանձնեց մեր հողերը։ Եվ Ժորժյան վերջի հարց։ Մենք հենց դրա համար մտել ենք Էջմիածնի ընտրությունների մեջ։ Մեր ներկայացուցիչը Արտյոմ Սիմոնյանն է, որը որպես շարքային զորակոչվել է հայկական բանակ, ծառայել է եղնիկներում, Ղարաբաղում, ով որ չի իմանում, եղնիկները միշտ համարվել են ամենադաժան ծառայության վայրը Ղարաբաղում։ Դա Ղարաբաղի հյուսիսում է, ամենահյուսիսային կետերից մեկն է, որտեղ հակառակորդը 50 մետրի վրա է նստած եղել, եւ մենք այնտեղ ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Ինքը շարքայինից եկե դարել է սպա, փոխգնդապետով կոչումով վերադարձել է արդեն Հայաստան, 14 տարի հետո, 14 տարի, 15 տարի, կներեք ծառայել է Արցախում, եւ արդեն Հայաստանում ստանալով գնդապետ կոչում, զորացրվել է, մեր ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնք կամ ծառայել են հայկական բանակում, կամ պայեստազորի սպաներ են, կամ 44 օրյա պատերազմի մասնակիցներ են։ Իրենք ոչ մեկ չեն կարող մեղադրվել ինչ-որ կոռուպցիոն սխեմաների մեջ, որտեղ երբևիցե չեն եղել նման պաշտոնների, միայն ծառայել են հայրենիքին։ Հասարակ մարդիկ են կնկել, բայց գիտուն, գրագետ, կառավարման ունակ։ Մենք ոչ մեկի հետ կապ չունենք, մենք գնում ենք ընտրությունների։ Ես բոլորիդ կոչ եմ անում, էջմիածինցիներ, ձեզանից պետք է վերջնական սկսվի այս կոչեցյալի, դուք ինքն եք ասեք, այդ քեի շարունակությունը, վախճան։ Իրանք պետք է այդտեղ դառնան քաղաքական դիակներ։ Մենք գալիս ենք եւ գալու ենք, մենք հաղթելու ենք, ձեր շնորհիվ, դրա համար ձեզ խնդրում եմ, որպես զինվորական, որպես մարդ, որը որ 30 տարուց ավել ծառայել է հայրենիքին, այլ ոչ թե անձերին, ես ես խնդրում եմ եւ առաջարկում եմ, ձայնը տվեք Արտյոմ Սիմոնյանին եւ համահայկական ճակատ կուսակցությանը, ու դուք կզգաք փոփոխությունները։ Մենք ունենք մեծ ծրագրեր, մյուս հաղորդումների ժամանակ ես ձեզ դա կներկայացնեմ։ Մենք պայքարելու ենք, քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են։ Իսկ ազգեր ԿՊ-ի գլխավորությամբ, երբ որ հանձնվում են, վերանում են։